գալու սխալ կյանք արեշցիացինք։ Սխալները կամ ուղղվում են, կամ պատժվում։ Այդ ինչպես եղավ, որ մինուս 2 տեսողությամբ մանր բյուջետային աշխատողը սկսեց գրիմի տանել նեղության մեջ։ Ինձ հենց մտա գաղութ, 2 հատ շոպլիկ մոտեցան, ասին Շենգավիցի նակազատը կանչում է մոտը։ Արասի ես եմ այդ Շենգավիցի նակազատին, թո ինքը կանակ ներկանա մոտս։ Մի խոսքով ես փրկեցի այդ Շենգավիցի նակազատի կյանքը ու ինքը ինձ ասեց դու ստեղ պրոբլեմ չունես, կայֆավա տեղի։ Պապ, երկար ենք սենց գրկված մնալու։ Ես ով է շամպինյոնը։ Թույլ տվեք ներկայանալ Գյորգի Միրզոյան, մարդկային ճակատագրերի ինժեներ, այլ կերպ ասած հոգեբան։ Ներողքն ես ապեր, ձեռերս թացա։ Արկադի Կարագյոզյան, ճշտի հյուպատոսը հարավային արեշում, այլ կերպ ասած պախան։ Մեկ էլ նավսյակի սրա աման չաման դանակ պատարակաղ բաժակները կառանձնացնես։ Վերցրեք, տիրակալ։ Վարդան Կարագյոզյանը այսուհետ վաճառող, Գյորգի Միրզոյանին այսուհետ գնորդ, վաճառում է իր տունը, լողավազանը, տան ողջ գույքը և ձեզ, Արկադի։ Հիմա դու լուրջ ես ասում։ Այո, Արկադի, դուք իմ սեփականությունն եք։ Մաման Կլայդերման։ Այստեղ ու չես ուզում բարևել։ Ինչու ես քեզ այսօր չեմ տեսել, Հադիկ։ Դու ինձ արդեն մի տարի չես տեսել։ Գլխիցս լրիվ թռել էր։ Դու ոնց որ բանտ էիր նստել, չէ։ Լավ ժոր, ծանոթացիր, մայիսն է։ Ըստ նախնական վարկածի իմ թոռն է։ 1000 անգամ ասել եմ, որ էսի Վարդանի երեխենա։ Մայիս, մի վրդովեք, ես վստահ եմ, որ հիմա ամեն ինչ կպարզվի։ Դուք շատ մեծ սիրտ ունեք, Արկադի։ Բա աղբորս երեխուն անտեր չէի թողնի։ Այս քայլով ոնց են ասում տեղացի հայերը, դուք 2 ոտքով մտաք աչքս։ Եվ իմ կողմից էլ ավելացնեմ, որ ամենադժվար պահին էլ ես կլինեմ ձեր կողքին, Հազիկ։ Ասեմ ավելին։ Մենք միասին կմեծացնենք փոքրիկ Մայիսիկին։ Դե ինչ ֆունկցիկ դվա, շատ մի նեղվի, դա մեր ցեղի առանձնահատկությունն է։ Որպես կանոն, մեր բոլորիս մամաները անհաջող են լինում։ Բայց արի դուզը խոսանք ամենաանհաջողը քո մաման է։ Լավ, շատ մի նեղվի, խոսքերս հետ եմ վեգալում։ Ես կարող է դու ուրիշ բազարով ես լացում։ Ես աչքից դու ուրիշ բանի համար ես լացում, լարի,
Եվ ինչով է բացատրվում քո այս իրարամերժ կերպարը, Հալալ։ Ոչ մի իրարամերժ բան չկա, ընդհակառակ իմ կերպարում ամեն ինչ ներդաշնակ է։ Չէ որ մենք գրազ ենք կրվեք Կարլենիչին ու այսօր պետք է տկլոր վազենք հյուսիսային պողոտայով ու համբուրվենք հրապարակի ժամի տակ։ Եվ ինչով է տեղավորվում սրբիչը, խալատն ու ճամպրուկը քո ասածների տրամաբանության մեջ։ Պլանը հետևյալն է։ Սրբիչը, խալաթը ու ճամպրուկը նախապես թողում ենք հրապարակի ժամացույցի տակ։ Ինտրիգուешь, начало։ Հետո բարձրանում ենք օպերայի կողմից մտնում ենք հյուսիսային պողոտա, ընդե հանվում ենք, հայացքներին ու ռեպլիկներին ուշադրություն չդարձնելով, տկլոր վազում ենք դեպի հրապարակ։ Ժամացույցի տակ համբուրվում ենք, վերցնում ենք ճամպրուկ ու դուրս այրոպորտ, փախնելով անխուսափելի խայտառակությունից։ Պարզ է։ Մենակ մի բան մութ մնաց, Հալալ։ Այդքանից հետո սրբիչն ու խալաթը ինչի համար են։ Դե մարդ ես, կարողա պաչվելուց հետո դզումա գնում ենք սաունա։ Շատ ես խորանում, Հալալ։ Արի վսյոտակի սրբիչն ու խալաթը հետներս չվերցնենք։ Լավ համաձայն եմ, սրբիչն ու խալաթը մի քիչ պերեբոր էր։ Բայց ասա փայլուն պլան էր, Զուլալ։ Հալալ, ինձ սկսել է մի հարց տանջել։ Կարողա դու ապուշ ես։ Ինչի Զուլալ։ Եթե մենք երկրից գնում ենք, ինչի ենք տկլոր վազում, համբուրվում, հետո գնում։ Էնարի մի անգամից գնանք։ Ոնց։ Այսինքն գրազից թռնենք։ Բա ուր մնաց մեր նամուսն ու տղամարդկությունը։ Հալալ, ինչ նամուս, ինչ տղամարդկություն։ Հենց նոր դու պատրաստվում էիր տկլոր վազել հյուսիսային պողոտայով ու հրապարակի ժամացույցի տակ համբուրվեիր։ Մերը տասուների շոր ինստրուկսա պիտի լինի հետդ։ Ջիգարդեմ իլարսի։ Հալա նայ դեմքիս, հալա նայ դեմքիս։ Ջիգար, ես ասեցի նայ դեմքիս, ոչ թե։ Երեխային պետք է կերակրել օրը 3 անգամ։ Առավոտյան ժամը 9-ին, ցերեկը ժամը 1-ին և երեկոյան ժամը 8-ին։ Արա, ես քեզ մեր բերթի ռեժիմով են կերակրում։ Ջեմա Ոսկանովնա։ Ես նույնիսկ չգիտեմ ուրախանալ թե տխրել։ Ինչի հաճելի մարդ։ Դե մի կողմից ես իհարկե ուրախ եմ, որ դուք սկսել եք կարդալ Զիգմունդ Ֆրեյդի Մոզես and Մոնոթեիզմ, բայց նաև շատ տխուր է, որ դուք դա անում եք իմ անկողնու վրա, չանելով ձեր կեղտոտ կոշիկները։ Կներես, հաճելի մարդ։ Էլ քո գրքերին ձեռ չեմ տա։ Ուղղակի քեզ էի սպասում։ Ինձ։ Ինչի համար եք սպասում։ Պարտի հլպարտի զրուցելու կա։ Ես կկանգնեմ, Ջեմա Ոսկանովնա, իսկ դուք ավելավա ձեր ասելիքը շուտ ասեք եւ ազատեք իմ բեդրումը։ Adzիկի սենյակի պահով եմ եկել հաճելի մարդ։ Երկար մտածեցի, ծանր ու թեթև արեցի ու եկա էլ վիվդին, որ ես պետքա շարունակեմ մնալ Adzիկի սենյակում։ Իսկ դու իրան ասես, որ այդ սենյակը իրան չեմ հանձնելու։ Բայց չէ որ մենք համաձայնության էինք եկել, որ Adzիկի գալուն պես դուք սենյակը պետք է հանձնեք նրան, իսկ դուք հիմա վերջին պահին հայտարարում եք that we have a fucking trouble shot։
Ինչ եմ հայտարարում։ Ջեմա Ոսկանովնա, ըստ մեր պայմանավորվածության Adzիկի վերադարձից հետո դուք սենյակը պետք է անցնեիք նրան, իսկ հիմա ինչն է խանգարում ձեզ կատարել մեր պայմանավորվածությունը։ Հաճելի մարդ, ես իմ տունը երկարաժամկետ տվել եմ վարձով, ու եթե ես Adzիկի սենյակից դուրս գամ, ես փողոցում կմնամ։ Դե ուրեմն գնացեք եւ այդ մասին հայտնեք Արկադիին, նա նորմալ մարդ է եւ կարծում եմ ձեզ կհասկանա։ Ինչպես ասում էր Զիգիզմունդ Ֆրեյդը, յուրաքանչյուր նորմալ մարդը իրականում նորմալ է մասամբ, էջ 27։ Ու դրա համար ճիշտ կլինի, որ դու գնաս Adzիկի մոտ ու ասես we have a fucking troubleshot։ Լավ, իսկ փորձեմ լուծել այդ հարցը։ Այսինքն, եթե մենք տկլոր վազում ենք ու համբուրվում ենք, կորցնում ենք մեր նամուսը։ Եթե գրազը չենք փակվում, խախտում ենք տղամարդկության հենասյունը։ Զուլալ, մենք կանգնած ենք դիլեմայի առաջ։ Հալալ, մի անգամ էլ ես քո կրթական ցենզից բարձր բարեր օգտագործել, ես կխզեմ քո այդ դիվանագիտական բոլոր կապերը։ Լավ։ Առաջարկում եմ հենց հիմա զանգենք տաքսի ու մի անգամից գնանք օդանավակայան։ Փաստորեն դու ավելի պրագմատիկ գտնվեցիր։ Հալալ։ Արա, հալալեք, զուլալեք, ինչ եք, ուր եք։ Այո, Կարլենիչ։ Ուրեմս մի հատ շտապ հաղորդագրություն ունեմ։ Այս պետությունը վրես մարդ ա ուղարկե։ Ուզում են յանի ունեցվածքս գույքագրեն։ Ինչի համար Կարլենիչ։ Դե յանի հարկային դաշտ են տանում, էլի։ Հեմի ինչ հնարավոր ա, տաչայա, սամալյոտա, բասեինա, սիրազա, ինչա, սաղ պայ մասկիրովկա եմ արեն։ Մնասել այս ոսկեղենը։ Ես էլ լավության կարգով դուք մասկիրովկա արեք, բայց զգուշ եղեք, ես հարկայինի մարմինները տանս կողերը ֆրֆռում են։ Եթե ոսկեղենը սկրուտի տանեք, ձեր սա գրազները կջրեմ։ Աշկիս հարկային մարմիններն են։ Զուլալ, սրանք որ մեշոկով ոսկին մեր մոտ տենան մտածելու են գողացածա։ Դե արի էլի քաղմասելի 02-ի նկարահանումներ էլի չստացված դուբլեր։ Привычно смысле надо гнать. Столовый нож оружием может стать. Հալալ մի ինգի ստենդբայ մեջ, դու մեզ օնլայն ռեժիմում ես պետք։ Ես գիտեմ մեզ ինչա պետք անել։ Պարկին սերյալ։ Արա ոչ շիշկա, ոչ սոսկա։ Դու հեր արայ մինիմայզ։ Վախես հարա։ Հանգստացեք Արկադի, մենք կարող ենք 5 րոպե հանգիստ զրուցել։ Մաման մագադան, արի։
Տենց մինայի վրես հալալ։ Ես ինչ մեղավոր եմ, որ Կարլենի չի կնգա ոսկեղենն էլ էր մեջը։ Բարև ձեզ։ Ողջյունի միլիոնավոր ծաղկաթերթիկներ եմ նետում ձեր ոտքների տակ, անծանոթներ։ Հալալ, նրանք պետք է հավատան, որ ես ոսկեղենը մերն է։ Երկար նայեցիր, ասես կարողա դուրդ եկել եմ։ Ոչ, դուք սխալ հասկացաք։ Մենք հարկային ոստիկանությունից ենք փնտրում ենք փոխնախարար Կարլեն Կարնեիչի առանձնատունը։ Կարլեն Կարլենիչը արևածագում եւ մայրը մտնում այս շքեղ պարիսպների ետևում։ Չհասկացաք երեխեք։ Ֆրանսիեք այն կողմից է Կարլեն Կարլենիչի տան մուտքը։ Ապրես հալալ, դու քեզ իսկական տղամարդու պես պահեցիր։ Թարգի զուլալ, հիմի այդ մարդիկ ինչ կմտածեն իմ մասին։ Մոտավորապես նույնն է, երբ տեսնեին մեզ հրապարակի ժամացույցի տակ համբուրվելիս։ Եվ ինչպես կասեր Կարլ Գուստավ Յունգը, կյանքի իմաստի բացակայությունը քրիտիկական դեր է խաղում նևրոզի էթոլոգիայում։ Վերջին հաշվով նևրոզը կարելի հասկանալ որպես տառապանք հոգու, որը չի գտնում կյանքի իմաստը։ Ես դրան ասում եմ գնայիմ սենյակի հարցերով խոսա ինքը իջով ազբաղված։ Աչքիս ես իմ ստրախով կեն տենամ։ Այս կյանքի անիմաստության և աննպատակության և հոգեբարության թեորետիկ տեսանկյունից Պաստիարիցիչեսկի ժակրոյ։ Իսկ հիմա այդ գիտա հանրամատչելի լոլոն մի նախադաշությունով ասա։ Ջեմա Ոսկանովն զբաղեցրել է ձեր սենյակը և չի ուզում այն ազատել։ Տալաշ կանեմ։ Ես ես էդ լիովին համաձայն եմ Արկադի։ Ջեմա Ոսկանովն վերևում է։ Ես երեխայի մասին հոգ կտանեմ, դուք նայեք ձեր գործին Արկադի։ Ջեմա ապեր, ես լավերից սենյակ ես խլում։ Следи за базаром, Ади Карешский. Չար լեզուները պնդում են, որ դու իմ ուկլավոյի սենյակը քեզանով ես հարել։ Սենյակը ինձ տղավարյա գավարկով հասելարը։ Ես խապում ես, կպիսկեմ արա։ На Санта-Вики порежу. Come on, Adi, come on. Ժորժ, Սեսե։ դուր երեխային կերակրեմ։ Ժորժ, ստրուկները ապստամբել են։ Այս իրավիճակը ոչ այնքան ապստամբություն է հիշեցնում, որքան Gladiators History։ Угопасть исторически закрой! Դավեր լավ մտածի, թե ոնց է սենյակս վազվրատ անելու, թե չէ всех здесь на салат порежу! Հələ մի հատ հանգստացի, հիստերիկ։ Ինչ է կատարվում այստեղ։ Ես ոզնին իմ սենյակը տրելա ես ծախված գետածիուն։ Ես հաճելի մարդուն, ասեցիր ոզնի։ Տո ոզնին տատը տայ ֆրայերշ։
Եթե ինչ-որ մեկը համաձայն չէ ստեղծված իրավիճակի հետ, ապա կարող է փասան ու փուսան հավաքի ու գնա ուրիշ տեղ ապրի։ Վարկյան։ Այսինքն ես կարող եմ իմ իրերը հենց հիմա հավաքել ու գնալ այս տնից։ Գիտեք Արկադի, նման դեպքերում ինչպես ասում է Դեյլ Կարնեգին, Իտո Դեյլ Կարնեգից հավնել տանեմ ես այդ չի արծը, Դու ասա դու ինչ ես ասում, դու։ Բրավո Արկադի, բրավո։ Սա շատ նորմալ երևույթ է։ Արտահայտեք ձեր զայրույթը։ Բղավեք ինձ վրա, բղավեք, որ ձեր մեջից դուրս պրծնի այդ բացասական էներգիան։ Լսիլը, ձիկաբրաս, հարի գնակ խոանոց տղամարդավարից զրուցենք։ Գնացեք, Ժորժ, մինչև դուք տղամարդավարի զրուցեք, ես վերջի կկերակրեմ երեխային։ Իսկ կլինի ես երեխային կերակրեմ, իսկ դուք գնաք խոանոց տղամարդավարի զրուցելու։ Ժորժ։ Պետք է հետդ գամ, հաճելի մարդ։ Ջեմա, որ ուզենայի պիսկեի, վաղուց արդեն պիսկել էի։ Գնում ենք ուղակի խոսալու։ Հալուղստի խոսանք։ Ես քեզանից գլուխ չեմ հանում, այ մանրածախ։ Եթե ճիշտ եմ հասկացել, դու Վարդան հետ պայմանագիր ես կնքել ու տան հետ միասին գնել ես նաև ինձ, այդպես չի։ Այո։ Բայց չնայած այդ ագավորկային ես հիմա կարող եմ հավաքել իմ փասան ու փուսան ու գնալ ես տնից։ Այո։ Այսինքն ես քո սեփականությունն եմ, բայց ազատ եմ։ Արկադի, ես մարդկային ճակատագրերի ինժեներ եմ և ձեր ճակատագիրը ինձ համար բացառություն չէր։ Ես այդ պայմանագիրը կնքել էի, որպեսզի դուք բանտից դուրս գալուց հետո կարողանայիք ապրել այս տանը և վայելել ձեր կյանքի ազատությունը։ Բայ աղջանապատ։ Հենց ինչ իմաստ ուներ արք ու վաճառքի պայմանագիր կնքելը։ Հենա բանտից դուրս կգայի, դու էլ ինձ ուղղակի կառաջարկեիր, բարի, մնա այս տանը վայելի։ Անշուշտ ես մտածել էի այդ տարբերակի ուղղությամբ Արկադի։ Սակայն տատեք ինքներդ, եթե ապահովված, հարուստ ներքինով, անսահման բարի սրտով, ծաղկուն տարիքի տղամարդը ձեզ այդպիսի բան առաջարկեր, ինչ կմտածեիք դուք նրա մասին, հա։ Արա։ Տեսնում եք Արկադի, ձեր մտքով էլ անցավ նույն բանը, ինչ կմտածեին ձեր նման բոլոր առնական, կուռ և անզիջում տղամարդիկ։ Եվ դա այն դեպքում, երբ ես հայտնի կնամոլ եմ և որոշ կանանց կարծիքով պարզապես Կազանովա։ Սպասիր, փաստորեն դու ինձ չտեսնելով ինձ հեռակակարգով լավություն ես արել։ Դա այդքան էլ այդպես չէ։ Երբ ես Ամերիկայում Վարդանի հետ բանակցում էի տունը ձեռք բերելու վերաբերյալ, նա պատմեց ինձ ձեր մասին և ցույց տվեց այս լուսանկարը։ Եվ ես հասկացա, որ չեմ կարող անտարբեր մնալ ձեր ճակատագրի հանդեպ։ Իսկ սրանից էլի կա։ Ցավոք սրտի դա միակն է։ Լավ, քո հետ ամեն ինչ պարզ է։ Մի հատ գնա ջեմային կանչի մոտս, ասա թեթև զրից կա։ Ջեմա Ոսկանովնա, Ադիկ ուզում է ձեզ հետ խոսել։ Մաչետեն կարող եք չվերցնել, նա փափկել է և ուզում է պարզապես զրուցել։ Ինչպես ասում էր Գալիա Տամբովսկայան, «Не верь, не бойся,
Не проси. Շատ հետաքրքիր ցիտատ էր։ Սեսե, իսկ ով է այդ Գալիա Տամբովսկայան, հոգեբան է։ Ինչ որտեղ։ Իսկ ինչ աշխատություններ ունի, վիպակներ, էսեներ, հոդվածներ։ Հիմնականում հոդվածներ։ Եվ որն է նրա վերջին հոդվածը։ Եթե չեմ սխալվում, հոդված 137, կանխամտածված սպանություն առանձնակի դաժանությամբ։ Սաջիս պապազարիմ։ Այդ սենյակի հարցը ոնց է լուծվելու Ջեմա Ոսկանի Լոշիկյան։ Ոնց է լուծվի, պետք է ճշտի բարձր հովանու ներքո լուծվի։ Հետի այդ պահը չի, որ դու մի հատ պտի արշցի աջիկին, էդի մի հատ պտի հիշացնես մի հատ։ Դե ես ասեմ, դու էր վերջում իտոգի կբերես։ Ես են Ամերիկան նպատակ հոգեբան ոզնի հետ, կստացի զալում լավ թրար դեմքին։ Ես այդ ոզնի հետ պայմանավորվել եմ, որ աշխատավարձս բարձրացնում է, ես էլ ապրում եմ քո սենյակում։ Հետո Դե այդ ընթացքում ես իմ տունը մի տարով վարձով եմ տվել։ Հիմա որ դու մինչև վերջ գաստաս ու սենյակդ վազրատանես, աղբերդ մնում է դուսը։ Դե ես իմ ասեցի, հիմա դու էլ քոն ասա։ արշցի աջիկը հո պասկուդա չի, որ լավ աղբորը փողոցում թողնի։ Ես էլ էի տենց մտածում աղբերս, ու դրա համար էլ ժամանակավոր լուծում եմ կթե։ Առաջին ամիսը արի դու զալում կնի։ Իսկ հետո Մի ամսից այդ Ամերիկա աննպատակ ոզնի դեմը իրա սաղ սխալները կդնենք։ Ինքը կիչնի զալ, դու էլ կհելնես Վարդանի սպալնի։ Հաբա Ջեմա ինքը կապում ես լավություն արել։ Հիշում ես, Բերթիս դիմավորելուց ես քեզ ինչ ասեցի։ Բարի գալու սխալ կյանք ածիկ։ Ոնց տեսնում եմ հաշտվեցիք, հա։ Հաշտվեցիք, հաջելի մարդ, հաշտվեցիք։ Արա, հալալեք, զուլալեք, ինչ եք, ապրեք։ Ես ձեր ցավը տանեմ, դուք ինձ փրկեցիք, ես ձեր գռազը ջրում եմ, դե կտեսնեմ եք։ Հալալ, ստիպված եմ խոստովանել, որ ես չդիմացա Կարլենիչի ոսկու գայթակղությանը։ Զուլար, այնպես չի, որ ես դիմացել եմ։ Ջեմա ապեր, ես լավերից սենյակ ես խլում։ Следи за базаром, Ади Корецкий.
Սանտավիկի բարեժու։ Come on, Հացի, come on։ Ջիգարդեմ իլարսի։ Հալա նայ դեմքիս։